Շատ լավ, այսօր նոր նյութը կդիսկսենք, որ գարձեմ բոլոր փետրվար ամիսը մեզ հետ պիտի երթա եւ աս նյութը որ ընդրած եմ ընդհանրապես գիրագորերը չեն կնար այսօր մասին կարոզել խրթին, ձանր, դժվար, քիչ մոհուզիչ, քիչ նեղացուցիչ նյութ մնե եւ լավակույն գերբը որ աս նյութը գրնանք սերդել այսպիսի սերդողության մեջ է եւ այսօրվա նյութը ամուսնալուծում է եւ կարգ նյութեր կան որ շատ անգամ կանտբիմ կսեմ աս նյութի մասին պետք է խոսվի բայց կեդացկեմ ասելով որ հիմա այնքան կարեւոր չէ բայց այս նյութերն կարեւոր են որովհետեւ կտեսնենք մեր շուրջ ինչ կբադահի եւ հավատացյալները պետք է լավ գիտնան Աստծո խոսքը այս դժվար նյութերուն շուրջ թե ինչ կսե Աստծո խոսքը եւ ադոր հայմատ քայլեր առնեն եւ եթե պետք է լա ուրիշներուն ալ օգնեն այս նյութերուն մեջ եթե այսօր ցեզի հարցնելու լայի թե որոնք ամուսնալուծված անցիկ գիտեն ոմանք թե մեջենալ անցած են վստահ որ ամեն կդալ բիդիսեք որ մեկը գճանչնամ կամ իմ ընտանիքիս մեջ կամ ծանոթներուս մեջ որ ամուսնալուծում է անցած է որովհետև թիվերը մեզի բարձր խոսին որ ամուսնություններու 50-100-ը ամուսնալուծում կվերջանա այնպես կվերջանա Եվ այսօր շատ կոդրված դուներ կան, որ ամուսնալուծման պատճառով քայքայված են եւ ասնույթը թյուրին չէ, ոչ բացադրելը, ոչ անոր մասին խոսելը, ոչ ալ լուծումի մկալ, որ ամենուն հաջելի լա եւ կամ ամենուն կոհացնե, որովհետեւ ամուսնալուծումը ցավ կպատճառե եւ անպայման մեկը գցավի անոր մեջ Անշուշտ երբ որ հարսանիքի մասին բսագի մասին խոսեի Քրիստոսի բادرաներու մեջ գիշեք ուխտ մնե որ երկու անցիկ իրարու գնեն եւ երբ որ այդ ուխտը մեկը գդրե ինչպես որ այդ օրինակը բերինք Աբրահամի հետ Աստուծո օրած ուխտը որ գենթանին երկուքի բաժնեց եւ մեջտեղեն անցան եւ Աստվածասավ եթե ուխտը գդրեն մեկը այսպես թող լայրեն եւ ճիշտ ամուսնությունալ այն է ադորամար ամուսնալուծումը լավ չի վերջանար ասիգա վտանգավոր բան է դժվար հարց մնե եւ ամենացավալինան է որ նույնիսկ հավատացյալներուն կբադահի այս մեկը հավատացյալներուն թիվերը այնքանալ դարբեր չեն ոչ հավատացյալներեն ինչ որսի 50-100-ը ամուսնալուծումով կվերջանան ուրեմն եթե մեկը գանցնի ամուսնալուծում է մեջ են կամ թե ամուսնալուծում է անցած է կամ թե հարցեր ունին մենք հավատացյալներս պետք է գիտնանք Աստծո խոսքը ինչ կսե եւ Աստծո խոսքին ճշմարտությունները հասկանալով, կործածելով եւ նաեւ աստվածային գարեկցություն ցցնելով օգնել անցերու որովհետեւ այս հարցը բարդ հարց մնե ամուսնալուծումը իրար անցած հարց մնե սիրտ կգոդրե սիրտ կցավցնե եւ երբեք թյուրին չէ այս հարցի մեջ են անցնելը Այսօր շատ մարդիկ, որ ամուսնալուծված են եւ երկրորդ եւ երրորդ, չորրորդ, հինգերորդ ամուսնություն ունենան, այլևս խիղճերին չորցած է, որովհետեւ իրենց համոզած են, որ սխալ բան չի գադոր մեջը եւ այն ցավերը, որ ամուսնալուծումը կբաճարե, իրենք ցևով այսպես կոծած են, գղբած են, խորելով որ իրենց չաստեր այլևս, բայց չեն հասկնար, որ ադիգա իրենց մեծ ավերներ կգործե իրենց գյանքերեն ներս։
Եվ այսօր սերդած են դեսած են, որ ամուսնություններ, որ ամուսնալուծումով գվերջանան, ընդհանրապես 7 տարի գտևեն, 7 տարի գտևեն։ Եվ անշուշտ ամենավնասվողները ամուսնալուծվողներն զատ գլան զավակները։ Եվ սերդած են դեսած են, որ անոնք, որ մեծած են ընտանիքների մեջ, որ միակ մեկ ծնող կա, անոնք միշտ դժվարություններու առջև կգտնվին, դպրոցեն դուրս կելեն, գունենան հղություն, բզդիկ տարիքնեն, գինան թեղատներու եւ դրագի մեջ, թմրեցուցիչներու յետևեն գերտան եւ անշուշտ միշտ այս տեսակի զավակներ օրենքի ետալ հարց կունենան, որովհետև ըմպոստություն մեջ են ինգուկա եւ օրենքներն ալ կգդրեն միշտ եւ շատերը փանդի մեջ կվերջանան։ Ավստրալիայի ղարաբարություն 1975-ին տեսնելով, որ ամուսնալուծումները գշատնա եւ լուծումը գտնելու համար օրենք մանցուց, որ այս հարցը թյուրինն է, սավ ո՞ր մեկը գնա դիվորսնել առանց պատճառի, պայման չէ, որ մեկը սխալի մեջ գտնվի, որ դիվորսը լա։ Եվ ասիգա ամեն բան թյուրացուց եւ 2021-ի հաշիվով 89165 ամուսնություններ եղած են, որոնց մեջ են 56244-ը ամուսնալուծումով վերջացած է։ Եվ ասիգա իրենց համար հարցը լուծել մնե ծևոմը, որ թյուրինա, բայց կտեսնենք, որ լուծումը լուծում չէ, թիվերը ալավելի բարձրացած են, այսօր մենք գսե, վերջացավ, ես չեմ ուզեր, որ բազանցա, կերտա դիվորս կլա գվերջանա։ Եվ գսենք, օքեյ, հաջորդը։ Եվ ասպեսի մտայնությունը բոլորովին կքանթե ընկերակցությունը, կքանթե շրջանակը, քաղույթը, երգիրը եւ անշուշտ միշտ ասոր մեջը մեղմը գա, պատճառ մգա եւ ադիգա ոչ մեկ օգտագարություն կնանալ ովև մեկուն, որ այս ծևով մտածե կամ այս ծևով գաբրի։ Վերջերս ցեզի լուր դամ, որ ամուսնալուծման թիվերը քիչ միջած են։ Հիմա լսեք, ինչ լավ։ Եվ պատճառը այս է, որովհետև այլևս չեն ամուսնանալ։ Իրարու հետ բարձրես գաբրին եւ գսեն արդեն ամուսնալ ազատ կուզեն գլալ, ամուսնությունը պետք չի գա, ոչ մեկ ադենից կուզենք ամուսնալուծումի մեջ են դուրսելել եւ այս պատճառով երբեք չեն ամուսնանար, ադուրամար ամուսնալուծումներու թիվերն ալ իջած են եւ այս ծևով մարդիկ կգարձեն, որ լուծումը կդած են։ Հիմա կտեսնենք ինչու կարևոր է այս նյութը սերդելը եւ բավական պիտի դեպի մի քանի շաբաթներ ինչպես կարելի է ամուսնալուծումն փախչիլ կամ տեսնել թե ինչպես կարելի է այդ ամուսնալուծումը չլա, որովհետև ամուսնությունը աստվածային բան է եւ ադիգա գդրելը աստուծո թեմ գործել է ինչպես եկեղեցին գրնա օգտակար դառնալ այս հարցի մեջը եւ կամ եթե կան ամուսնալուծված մարդիկ ինչպես անոնց հետ պիտի վարվին, ինչպես պիտի մոտենանք, ինչպես անոնց աստուծո պիտի առաջնորդենք եւ ասիգա կարեւոր նյութ մը դառնա բոլորիս համար այս բոլորին գետրոնը անշուշտ աստուծո խոսքն է ինչ որ պիտի ցեզի ներկայացնեմ աստուծո խոսքն է կրնալալ որ ցեզ մե ոմանք հետս չհամացայնիկ ցեզ մե ոմանք անգամ չուզեք ինձ մտիգնել բայց այս է աստուծո խոսքը եթե ցեր հաշիվին գուքա կամ չկար անիգա ցեր գիտնալիքն է բայց ես պիտի ասեմ ինչ որ աստուծո խոսքը գսե եւ գուսամ որ Սուրբ Հոգին ցեզի գամոզե եւ այդ
Աստծո խոսքին հիմերուն վրա մենք կհաստատվենք եւ անշուշտ ոչ մեկը վնաս կնե, երբ որ Աստծո խոսքով կառաջնորդվի։ Եվ մեր այս սեդողության Կենտրոնական գլուխը Մատթեոս 19 է, 3-12 համարները, որոնց միջոցով պիտի փորձենք սերդել այս դժվար նյութը, որ ձեր առջև այսօր կփանամ։ Երբ որ գնայինք այս գլուխին Մատթեոս 19-ին մեջը, հոն կտեսնենք, որ փարիսեցիները գուզեն Հիսուսի իրենց վիճապանության մեջ բերել։ Փարիսեցիների մեջ կային երկու խումբեր։ Պահպանողական փարիսեցիները, որ գսեին, որ ամուսնալուծումը միան գարդոնվի, երբ որ շնություն կմտնե ամուսնության մեջը, իսկ մյուս կողմը փարիսեցիներուն այն խումբը գսեր, թե ո՞ր մեկ պատճառի համար կրնա մեկը ամուսնալուծում անել, եթե գինը մազերը փոքր դաներ կրնար ամուսին իրեն այսինքն լավ չեր սանդրեր կամ ինչ ներգայանալի չեր լար դուրսը ամուսինը կրնար իրեն ամուսնալուծման թուղթեր դալ անգեզատ կարելի էր որ եթե գինը հանրության մեջ բարձր խոսեր ցայնը վերցներ անիգա ամուսնալուծման պատճառ էր կամ թե լավ ջազ չեր շիներ անորամարալ կրնար ամուսնալուծում դալ իր գնգան։ Եվ աստեղը 19:3-ի մեջ, Մատթեոս 19:3-ի մեջը, կսկսի մեր հատվածը, կսե փարիսեցիները անոր մոտենալով զանիգա փորձեցին ու հարցուցին, արժան է որ մարդը իր գինը արձակե ամեն պատճառի համար։ Հոս է այդ ամեն պատճառ, ինչ որ ցեզի մի քանի օրինակներ տվի։ Եվ անշուշտ կուզեմ, որ Հիսուս իրենց վիճապանության մեջ մտնե եւ իրենց մեկուն գոմը բռնե եւ անշուշտ Հիսուս եթե մեկումը գոմը բռներ, մյուս գոմը պիտի հագարագեր եւ իրեն սխալ անեին պիտի ամիջապես հարցակեին մրան եւ ասիգա անշուշտ թագարտ մներ Հիսուսի համար, որ գուզեին լարել Հիսուսի անձուղակի մեջ ցկելու։ Եվ Հիսուս ինչ կնե, ինչ որ միշտ կնե, երբ որ սատանան եկավ իրեն փորձելու, ուր գնաց Հիսուս, Աստծո խոսքին, քրված է։ Եվ ոս կգարտանք 14-րդ համարի մեջ, նորեն Հիսուս Աստծո խոսքին գերտա։ Կսե անիգալ անոցսա։ Չեք կարդացեր թե ան որ սկիզբեն ստեղծեց արու եւ էկ ստեղծեց զանոնք ու ավելցուց։ Չեք կարդացեր։ Հիսուս գերտա սկիզբին ծննդոց եւ հոնդերեն կսկսի իրենց Աստծո խոսքեն դալ ինչ որ պետք է գիտնային որպես փարիսեցիներ իրենց այդ ժամանակվա հոգևոր առաջնորդները պետք է այս բաները շատ լավ հասկացած լայն բայց Հիսուս ծևոմը իրենց այս ասենք դկիդության մեջ գուզե սկզբնական Աստուծո ամուսնության ծրագրին դանիել որբեսի տեսնեն թե ինչն է շիդագը ամուսնալուծումը շիդագ է կամ ոչ եւ գերտա Հիսուս ծննդոց առաջին գլուխին ուր գտեսնենք Աստուծո ստեղծագործությունը եւ հոնդերեն ուզեն գարտալ համարներ եւ տեսնենք թե ինչ կբադայի եւ Հիսուս ինչ կուզե հասկացնել այս մարդկանց Ծննդոց 1 26-27-ն է, որ պիտի գարտամ կսե Աստվածը սավ մեր պատկերին ու նմանությանը պես մարդն ենք ան ծովու ծուգերուն ու երկինքի թրջուներուն ու անասուններուն բոլոր երկրի սողացող բոլոր սողուններուն վրա թող իշխե Աստված իր պատկերովը ստեղծեց մարդը Աստուծո պատկերովը ստեղծեց զանիգա արու եւ էկ ստեղծեց զանոնք Հիսուսի խոսքերը որ գարտացինք Մատթեոսի մեջ ճիշտ հոս է նույն խոսքերը Հիսուս գրված է չեք կարդացած սկսե Աստված ստեղծեց մարդ արարածը հստակ կնե անիգա Հիսուս անգևերջը գսե իր պատկերովը ստեղծեց եւ 27-րդ համարի մեջ կարևոր գետմը գսե արու եւ
էկ ստեղծեց։ Երկրորդ գլխում մեջը ուրիշ հստակացում մգնե, որ Աստված 7-րդ համարի մեջ Դեր Աստված քետնին հողեն շինեց մարդը ու անոր ռնկունքներեն գենթանություն շունչ բցեց ու մարդը գենթանի հոգի եղավ։ Ուրեմն Աստված քետնի հողեն շինեց մարդը եւ Աթամի մասին գխոսի մինչև հիմա անգևերջը գանցնենք երկրորդ գլխուն 23-րդ համարի մեջ ուր գտեսնենք թե գինը ուրդեղեն մեջտեղ եկավ եւ համարը գզի մեզ ստակ կերպով գսե դեր Աստված Աթամեն արած գողին ոսկորը գին շինեց ու զանիգա Աթամին փերավ։ Ուրեմն գինը Աստված շինեց Աթամի գողին ոսկորեն։ Եվ 1:31-ի մեջ գսե որ եւ Աստված իր բոլոր ըրածը տեսավ, ահա շատ բարի էր եւ իր գուն վարդու լալով 6-րդ օրը եղավ։ Այս բոլոր բաները որ ըրավ Աստված բարի էին, բարի նպատակով էին եւ Աստված հոստեղը կտեսնենք որ մարդ արարածը ստեղծած օրեն ամուսնության խաղապարը հոներ եւ հաջորդ համարներու մեջ կտեսնենք որ Աստված գուզե որ ամուսնությունը հաստատե այս իր ստեղծած մարդկության մեջ։ Երկրորդ գլխուն 18-րդ համարի մեջ գսե աղեք չէ որ Աթամ մինակ ըլլա աղեք չէ որ Աթամ մինակ ըլլա երբ Աստված կստեղծե Աթամը կտեսնե անոր մինագությունը եւ գսե չի գնար ասպես լալ Աթամը առանցին չի գնար մնալ եթե գիշեք ասկի առաջ ասած եմ որ Աստուծո մարդ արարած ստեղծելու նպատակը աներ որ իր փառքը մարդուն հետ բաժնեցի եւ Աթամի եւ Եվայի պատմությունեն շատ հստակ մեզ գլա թե Աստված կսե ամեն այսօրը վերջ գիչներ Աթամի Եվայի հետ ժամանակ կանցներ հիմա Աթամը եւ Եվան արդուներ ինչ կնեին արդյոք եթե Աթամ առանցին մնար ինչ պիտեներ եւ գտեսնենք որ Աստված այս հաղորդակցության խաղապարը միտքը սկիզբեն ուներ իր մարդ ստեղծելու մեջ եւ ադիգա շարունակեց մարդկության մեջ եւ այն ցևը որ թեկրեց ամուսնություններ որու միջոցով մարդկությունը պիտի շատնար եւ այդ Աստուծո ներկայությունը Աստուծո փառքը պիտի վայելեին հիմա ինչ կսե Աստված 18-րդ համարին վերջին մասի մեջ կսե աղեք չէ որ Աթամ մինագլա անոր օկնագամը ընեմ իրեն հարմար գիշեք ասկե առաջ Աթամ բոլոր գենթանիները իր արջևեն Աստված անցուց եւ ամենուն անուններ տվավ եւ անոնց մեջ մեկ հարմար չկդավ իրեն համար եւ ասիգա շատ հստակ կլա որ գենթանին մարդուն չի գնար կոհացնել որպես հաղորդագից այսօր շատ մարդիկ կան կնախնդրեն շունմը գադումը քան թե ամուսինը կամ գինը կամ թե զավակը եւ ասիգա գծուցնե մարդ արարածին ինգած վիճակը որ ճուզեր մարդկության հետ կապ ունենալ այլ կնախնդրե գենթանիմը մարդուն վրա եւ ոս 18-րդ համարին վերջին մասը մեզի շատ հստակ կնե թե Աստված ինչու համար Եվան ուզեց ստեղծել կսե անոր օկնագանը ընեմ իրեն համար Աստված ուզե օկնագանը Աթամի համար եւ աս օկնագան փարը շատ քեղեցիկ է որ գնշանագե թե Աստված գուզեր Աթամը գադարյալ լնել եւ Աթամը գադարյալ լալու համար գին պետք ուներ մարդը գին պետք ուներ որ երկուքը մեկ լալով իրարու լրացնեին եւ ասիգա Աստուծո ծրագիրներ ամուսնության
Եվ աթամը առանց Եվայի կատարյալ չէր։ Եվան է որ իրեն կատարյալ ըրավ։ Երկուքը միասին Աստուծո ծրագրի մեջ Աստուծո ամուսնությունը հաստատվեցավ եւ իրարու օգնական լալով Աստուծո ծրագիրն էր որ մարդ արարածը ընտանիք ունենա եւ աճի եւ մեծնա ինչպես համարի մեջ կարտացին Հոս կարևոր բան կա երդասարտներուն համար մանավանդ 22-րդ համարի մեջ կգարտանք շատ քեղեցիկ է ուշադրություն պետք է ունենք աս խոսքերուն որտեղ մեջը նշանակություններ կան Կսե դեր Աստված աթամեն արած գողին ոսկորը գին շինեց ու զանիգա աթամին փերավ Ով փերավ գինը աթամի Աստված շատ բարձ է շատ հստակ է Հոստեղը քաղաքապար մգա որ այսօր շատ ընդհանրացած է նույնիսկ հոգևոր շրջանակներու մեջ որ երդասարտներ դուրս կելեն իրարու հետ դեյթինգի Եվ ցավալի մասը այն է որ այսօր 6-րդ դասարանեն 5-րդ դասարանեն դեյթինգի գելեն իրարու հետ դուրս կելեն գարձես թե պատրաստ են ամուսնանալու եւ վաղը պիտի ամուսնանան եթե շիդակ անցլա եւ իբր թե կբարժվին իրարու կփորձեն իրարու եւ այս խաղապարը բոլորովին հագասուր գրային խաղապար մնե փորձելը ինքնին արդեն սխալ դեղեր գասն է այսօր ինչ որ քիչ առաջի Australiայի այդ օրենքը որ մեջտեղ եկած է փորձել են առաջ եկած է եւ մարդիկ կսեն օքեյ փորձենք եթե քալենք գաբինք եթե ոչ կծկենք իրարու ոչ մեկերնից քեշ կսկանք իրարու համար գերտանք ուրիշին հետ եւ այս խաղապարը նայեցեք ուդեղեն առաջ կա dating են որ ասոր հետ date կնե դուրս կերտա չավնիր միսին հետ չավնիր միսին հետ չավնիր եւ ամուսնության գասնի օրը գսե որ ասիգալ լավ չէր սխալ ընրեցի հիմա ուրիշին յետևեն գտամ կտեսնեք ինչ կպատա երբ որ մարդ արարածը աստուծո սկզբունքներեն դուրս կելը ինչ է ասելիքս այս բոլորի մեջը Աստված է որ գբերը մեր արջևը մեր զույգը մեր գողագից բարը գսիրեմ ես շատ Աստված է որ մեր թիմացը պիտի անի Անշուշտ մենք գաղութենք եւ Աստված հարմար անձը մեզի գբերը մեր արջևը եւ անշուշտ այսօր ուրիշ բամնա որ կմերժվի եւ երդասարտները երբեք մտիչներ իրենց ծնողներուն եւ իրենց հովիվին որ գնան իրենց ուղել շիդակ անցերուն որ կարենան շիդակ ամուսնություններ ունենալ մնայուն ամուսնություններ որ հիմնված են աստուծո խոսքի վրա հիմա կտեսնեք ինչ համար դիվորսներ շատ կա երբ մարդ արարածը գուզե իր ծևը փորձել եւ ասիգա գսկսի մանգութենեն այսօր elementary դպրոցի մեջը կտեսնենք որ dating-ի սկսին եւ այդ միտքը ինքնին արդեն սխալ է սխալ դեղեր գարաչնորդ է եւ աբական կքանթե այդ բզդիկներուն որ այդ ծևով կշարժին ուրեմն հոս շատ հստակ է որ Աստված հիմնեց ամուսնությունը եւ ոչ մարդը եթե ամուսնությունը պիտի իր տեղ ունենա մեր քաղաքին մեջը պետք է օրենքով լա եւ անշուշտ կառավարություններ որ Աստված դրած է երկիրներու վրա Ռոմայից մեջ կարտանք Աստված կառավարություններ գտնե այդ կառավարությունները գրնան ամուսնություններու օրենքները բահել բայց ամուսնության օրենքը կառավարությունը չի գնար փոխել ասելով որ արու եւ արու ek կամ ek իրարու հետ կրնան ամուսնանալ եւ կամ domestic partner չեմ գիտեր ինչ այսօր դարբեր անուններ կանեն same sex union ասոնք կառավարություններ որ գնեն ասել թե կառավարությունը շեղած է եւ
Սուրբ Գիրքի մեջ կտեսնենք այն կառավարությունները, որ այսպիսի բաներ սկսան հետապնդել, այդ կառավարությունները վերջավորության ինգան, գործվեցան եւ այսօր անունին նույնիսկ չի հիշվիր։ Ինչու այսպես կբադահի, որովհետեւ երբ մարդիկ կսեն թե իմ շիդագս ինձ համար շիդագ է, քու շիդագդ քեզ համար շիդագ է, relativism գսեն ակլերեն, չեմ գիտեր հայերեն ճիշտ բառին չէ, որ այսինքն մեկ հատ շիդագ չի գա, ակին շիդագ ծևերգան, ամեն մարդ շիդագ կրնալալ, եւ ադոր օրինակը ես միշտ որ կսիրեմ դալ, այդ է, որ գսեմ մեգումը գերտաս եւ գսես տրամաբանագը Progress. տրամաբանագը որ գուդա կարնես կրբան կտնես գսե ինչու արիր գսես որ ինձ համար օքեյ է տրամաբանագը դառնել բայց ինձ համար անա շիդակ չգսեմ չէ ինձ համար օքեյ է կրնամ առնել իրավունք ունիմ քու տրամաբանակ դառնել որովհետեւ շիդակ իմ շիդակս ինձ համար շիդակ է եւ ամեն մարդ շիդակ է իրենց խորած կերպով եւ գտեսնեք ինչ կբադայի այստեղ եւ Ռոմայցի մեջ շատ գեղեցիկ համար մգած ասնիցին հետ կապված այսօրվա մարդկության շվարած վիճակը եւ այսպես անարագություններու մեջ ինալը բոլորը մեջտեղ գուկա այն դժվարութենեն որ մարդ արարածը ես ուզածս կրնամ մնել ես շիդակ եմ երբ որ հիմնական շիդակ բանին վրա իրենք չեն հիմնված, որ Աստուծո խոսքն է։ Ռոմայցիս 1:28 գսե քանի որ ճուզեցին Աստված իրենց քիդությանը մեջ բահել, Աստված ալ զանոնք անարգ խորհուրդներու մատնեց անվայել բաներ ընելու։ Այս է բոլոր պատճառը։ Ինչ է ճուզեցին Աստված իրենց քիդությանը մեջ բահել։ Աստվածաբաշխությունը, Աստուծո ճանչնալ, Աստուծո օրենքները գիտնալ ճուզեցին եւ Աստվածը արդոնեց իրենց որ իրենց ամբետության մեջ երթան գործվին Սուրբ Գիրքի մեջ շատ տեղեր կա չեմ ձեր գարտալ բավական համարներ կան Ծննդոց 2:24 Մարգոս 19:5-6 Մատթեոս 19:6 Մարգոս 18 համարները կրածեմոն առաջին Կորինթացիս 6:16 Եփեսացիս 5:31 Աստված ամուսնության գարկը ամուսնության ծևը ասած է եւ ատկետուրս ոչ մեկ ուրիշ բան ամուսնություն չէ այլ մարդկային ծևերն որ եթե Աստուծո կանոններն դուրս են չեն գնարաճողիլ եւ գնան քանթել քաղուտը որում մեջ այդ քաղաքարները կդարածվին 4 կարևոր սկզբունքներ կա, որ ամուսնության մեջ Աստված տված է, եթե ուշադրություն ունեք, այսօր ասի պիտի խոսենք ամուսնալուծումի մասին, բայց ամուսնության մասին սկսա խոսելու, որովհետև նախ պետք է գիտնանք ամուսնությունը ինչ է, որ հետո կարողանանք գիտնալ, որ ինչու պետք է ամուսնալուծում։ Եթե դառնանք ծննդոցին, հոմ պիտի տեսնենք, թե ինչ են այդ 4 կարևոր սկզբունքները ամուսնության մեջ, որում վրա հիմնվելով ամուսնալուծում չի գնար կոյանալ։ 2:24 Անոր համար առաջին այրը պիտի ցկե իր հայրը ու իր մայրը։ Քանի ամուսնություններ այսօր գկայքայվին, որովհետև այս մեկ կանոնը կգդրվի դա մեջ։ Կամ գինը, կամ մարդը այնքան հարած է իր ծնողքին, որ իր ծնողքը ավելի բարձր կսեբե իր գողագիցեն եւ հարցեր կձակին եւ եթե հոգ չդանին այդ հարցին չշտկեն, վերջավորությունը ամուսնալուծման մեջ կվերջանա։ Ուրեմն կարևոր Այրը պիտի ցկե իր հայրը ու իր մայրը եւ երկրորդ կսե իր գնոջ պիտի հարի իր գինը առաջին դեղը գարնի եւ ոչ դեր մայրը ասել չէ թե իր ծնողքը պիտի ոտնագողե
ոչ այդ մեկը չսեր այստեղը, այլ առաջին դերը իր գինը գուկա, իր գողագիցը գուկա, և գշարնագե իր ծնող կհարկել, ինչպես որ առաջ կհարկե, բայց առաջին դերը իր գողագիցին գինա։ 24-ի մեջն ենք, և այս հարիլ պարը գաբ ունի մեկ սիրտ լալու մեջ, մեկ սիրտ, այսինքն հարաբերությունը, որ գաբված է, սիրտերը իրարու գաբված են, մեկ անցլալ, սրտով, մտքով, և մեկ ուղղություն ունենալ իրենց կյանքերուն համար։ Ասիգա է, որ շատ անգամ մարդիկ կփախցնեն և այրը իր ուզածը կուզե ընել, իր ուզած ճամփան երթալ, գինը գսե ես իմ ուզածս, և սիրտերը իրարու հետ որ չգաբին, վերջարության ամուսնությունը կքայքայվի։ Եվ երրորդ պայմանը 24 համարի շարունակության մեջ կսե, և իր գնոջ պիտի հարի ու մեկ մարմին պիտի ըլլան, մեկ մարմին պիտի ըլլան։ Այսինքն այն վիճակը, որ գար մեղքեն առաջ Ադամ և Եվան, որ գսե մերկ էին և ամոթ չէին զգար, այդ վիճակը առնել ամուսնության մեջ, ամոթը վերնա, մեկ մարմին ըլլան, և անշուշտ ամուսնությունը այն դեղն է, որ Աստված կարդոն է, որ այրմը և գիմը իրարու վայելեն, իրարու հետ ունենան այն հարաբերությունը, որ գնան իրենց իզիրար վայելեն։ Սխալ պամը չգա ադոր մեջ։ Առաջին Կորինթացիս 6:16 Աստուծո ցևն է անիգա։ Չեք գիտեր թե ան որ բորնիգի գմոդենա անոր հետ մեկ մարմին գլա, քանզի գիրքը գսե երկուքը մեկ մարմին պիտի ըլլան։ Ուրեմն երբ որ ամուսնութեն հետ դուրս հարաբերություններ գլա, անոնց հետ որ իրենք մեկ էին, այլևս մեկ չեն, մարմինին ուրիշինալ գուտան, ուրիշինալ բաժնեն, և հոն քայքայումը կսկսի մեղքի մեջ գինան, և ամուսնությունն կքանթվի։ Եվ 25-րդ համարի մեջը, ինչպես կսե Ծննդոց 2 25-ին մեջ, և Ադամ ու իր գինը երկուքնալ մերկ էին ու չէին ամչնար։ Ամչնալ չգա ամուսնության մեջ։ Եվ ասիգա կցուցնե, որ Աստված ամուսնությունը որ ըրավ, բաց հարաբերությունը ըրավ, թափանցիկ հարաբերությունը ըրավ, որ այսինքն քաղնիկ չգա, անցիկ իրարու բաց են սրտով, մարմնով, ամեն կերպով, և այս հարաբերության մեջ այդ ընտանիքի գաղափարը մեջտեղ գուկա և ընտանիքը մեջտեղ գուկա։ Եվ ասիգա Աստուծո ցևն է, Աստուծո ստեղծագործությունն է, Աստված հաստատեց այս հարաբերությունը, և իրականության մեջ, երբ որ այս հարաբերությունը այսքան բաց է, այսքան թափանցիկ է, և սրտով իրարու կապված են, իրարու հարած են, հոն է որ ամուսնության անուշությունը երկու անցիկ կնան վայելել, որ ամենամոտ սերն է Աստուծո սերեն ետք, որ մարդ արարած կրնա վայելել այս աշխարհի մեջ։ Ուրեմն 4 բաներ կա ամուսնության նպատակը, որ Աստված ստեղծեց, առաջին հաղորդակցություն, բարեկամություն, երկու անձեր companionship բառն է, որ սա
պետք է առանցինը լա, ատամը մեկը պետք ունի հետը, երկրորդ իրարու լրացնել, լրացուցիչ լալ իրարու, completion, սավ անոր օգնական մանեն, երրորդ սիրային հարաբերությունը, որ Աստված ադիգա ըրավ, ամուսնության մեջ ամեն գերբով ադիգա արդոնելի է, եւ անշուշտ վերջին մասը նպատակ ամուսնության, որ սերունդներ առաջ կան, ծննդոց 1:28-ի մեջ կգարտանք, գսե Աստվածասավ, ացեզի դվի փոլոր երկրի վրա եղած ամեն սերմ ունեցող խոդ ու ամեն ծառ, որ մեջ սերմ դվող ծառի բդուգա, ասոնք խալգարտամ, sorry, 28 Աստված օրտնեց ծանոք եւ Աստված անոնցսավ, աջեցեք ու շատցեք ու երգիրը լեցուցեք եւ անոր դիրեցեք ու ծովու ծուգերուն ու երկինքի թրջուններուն ու երկրի վրա սողացող փոլոր գենթանիներուն իշխեցեք։ So, աջիլ շատնալու համար ամուսնություն պետք է եւ այսօր որ ամուսնութենը դուրս հարաբերություններ գլան, զավակներ մեջտեղ գուքան, շատ լավ գիտենք անոնց վերջը ինչպես կվերջանա, անպայման սխալներ մեջտեղ գուքան եւ այսօրվա բոլոր այս վիճակները որ կան անփարոյական մեծամասնությունը հարաճ գուքան այս սխալ ամուսնությունները կամ թե քայքայված ամուսնությունները կամ ոչ ամուսնությունները մեջտեղ եկած հարաբերությունները so Escuchellang սիրեներ, այս բոլորը որ այսօր էսի անշուշտ կնան մեզի օգտակար լալ մեր ամուսնությունները զորացնելու եւ նույնադեն խրադելու մեր շրջիներում որ այս բաներու մեջ escuch լան Երբ որ մեղքը աշխարհ մտավ ամեն բան սկսավ քայքայվել Աստուծո ամենագեղեցիկ բանը որ ստեղծեց ամուսնությունը անալ կարգե դուրս ելավ Եվ ծննդոց 3:12-ի մեջ կտեսնենք արդեն ինչ կբադայի 3:16-ի մեջ մեղքը մտնելուն պես Ադամ եւ Եվան որ իրարու պետք է սիրեին բաց անգերց հարաբերություն ունենային իրարու լրացնեին ինչ կբադայի նայեցեք ինչ կսե Ադամը Եվային մասին Sorry, սխալամարսի ինչ որ է գսե այդ գինը որ ինձ դվիր գսե անիգա ինձի այս մեղքի մեջ սկեց կսկսի գնգան այ բանել եւ այս կբադահի երբ որ մեղքը կմտնե ոչ մեկտեղ մարդ արարածը ինքին մասին անձնասիրությունը մեջտեղ գուքա Եվ այսօր եթե պիտի նայենք հարաբերություններու մեջ եղած հարցերու արմադը ուրդեղեն մեջտեղ գուքա կտեսնենք որ անձնասիրություն եւ հբարդություն այս երկուքը որ մեջ մտնեն շատ բաներ կքանթեն ուրեմն սիրեներ կտեսնենք որ ինչ որ Աստուծո 12-րդ համարն է ներողություն շիդագսի Այն գինը որ ինձի հետ լալու դվիր, ան ինձի դվավ ձարեն ու ես գերա։ Ինձի լալու դվիր գսե, ադիգա ինձի, այս վիճակի մեջ տուկեց։ Եվ ասիգա գզնեսնենք, որ այդ հավասարությունը, որ Աստված ստեղծեց Ադամի եւ Եվային, գողագից, իրարու լրացուցիչ, Հոստեղը խանգարվեցավ մեղքին մտնելովը։ Ինչ կսե 16-րդ համարի մեջը, երրորդ գլխուն, Աստված կանոն գտնե, որովհետև հիմա արդեն տեսանք 13-րդ համարի մեջ, Ադամը, որ պետք է սիրեր իր գնգան, պետք է իրեն լրացուցիչը լար, կսկսավ իր գինը այբանել, իր գինը ցածնել, այդ գինը, որ ինձի դվիրսավ, Ինձի լալու անիգա ինձի այս սխալի մեջ ծկեց եւ աստած ստիպված այդ հավասարությունը պետք է խախտեր
այր գնգան եւ այրին միջև, որ ինքը այդպես ստեղծած էր, եւ 16-րդ համարի մեջ կսե եւ գնոջը սավ քու ուղղությանը ծավերը խիստ վիրիշացնեմ, ծավով զավակ ծնանիս ու էրգանը տնազան տլաս ու անիգա քու վրատ իշխե։ Հիմա շատերը գարնեն այս համար եւ ասեն, ահա, ամուսինը պետք է իշխե գնգան վրա։ As իշխել պարոս դեղը ոչ թե որ ոտքի դակ առնե եւ սե իմսածս, այլ ինքը ըլա կլուխը։ Այդ կնշանակե եւ ամուսինը եթե ինչպես որ Եփեսացիի մեջ կգարտանք կարծեմ ցածկեցինք այդ համարներում ռայն Եփեսացիի մեջ կգարտանք որ Քրիստոս եկեղեցին գլուխը գսե նույնպես ալ ամուսինը գնգան գլուխը եւ ամուսինին նպատակն է որ իր գինը մակրության մեջ բայ սրբության մեջ բայ անոր հոգեոր ցանկին օգտակար դառնա որ ավելի աստուծո մոդենա եթե այդ կորձը կգադարի ինքը իր գնգան համար գինը երբեք դժվարություն չունենար իր ամուսինին մտի գնելու որտեվ գիտե որ իր ամուսինը ինչ որ գսե աստուծո խոսքին վրա հիմնված է եւ իրեն փամը պիտի չսե որ իրեն վնաս ընե նորեն անձնասիրությունը դուրս կելը հբարդությունը դուրս կելը ամուսնութենեն երբ որ Քրիստոսի օրինակը գմտնե ընտանիքներեն ներս ամուսնություններեն ներս եւ ադոր համար Աստված կարգ դրա որովհետեւ եթե Աստված այս կարգը չտներ որքան ավելի աշխարհ դակնվրա դլար ինչպես արդեն կտեսնենք հիմա որովհետեւ այդ կարգը խախտված է այսօր գիները գսեն մենք հավասար ենք եւ Ամերիկայի մեջ հավասար ալչեն այլևս միսկոմ գերտանք Սախագոմյան եթե մտի գնեք միան գիները գլսեք եւ մարտիկը մեջտեղ չի գան ուրեմն աստուծո օրենքը գխախտեն եւ ադոր համար կտեսնենք թե այս երգիրը ուր գերտա Այս է դժվարությունը սրեն է ամեն անգամ որ մարդ արարածը աստուծո կանոնները կդրե դժվարությունը հոն իրեն կսպասե մարդը գսե աստված դրավ գնգան գլուխը եւ գինը իր ամուսինին պիտի հբադակը լագսե ուրեմն ասիգա ծևոմ անեցքին մեկ շարունակություններս եմ որ այսպես պետք չէ լար հավասար պետք է լային բայց մեղքը որ մտավ աստված ստիված կանոն դրավ որբեսի գարենան մեղքի մեջ այդ կանոնին հետևելով գարենան իրարու հետ ապրիլ իրարու հետ մնալ որովհետև եթե գինը գլուխ վերցնե ամուսինը զատ գլուխ վերցնե վերջավորությունը լավ չի վերջանար ուրեմն այս համարը որոս կսե սել չէ թե ամուսինը ավելի կարևոր է իր գինեն կամ դիկտատորն է դունին աստված այս օրենքը դրավ որբեսի ամուսնությունը կարենա կոյադեվել Առաջին Կորինթացիս 7:4 կսե Այրը թող իր գնոջ բարդի վճարե, նույնպես գիննալ իր էրգան։ Հոս շարնակ եսե գինը իր մարմին չիշխեր, հաբա այրը, նույնպես այրնալ իր մարմին չիշխեր, հաբա գինը։ Ասնիթերուն շատ պիտի չխորնամ, բարձաբես ասոր կաղապարի որ սեմ, այն է որ երկուքնալ հավասար են, այդպես այդ կասկնանք այս համարեն։ Կսե այրը իր մարմին դերը չէ, գինը իր մարմին դերը չէ, սա երկուք իրարու համար են, երկուքը իրարու դրված են, սո երկուքը հավասար են, և այդ կաղապարը հոս մեջտեղ գուկա։ Բայց անոր թիմած կտեսնենք, որ Աստված այր և գինը, որ իրենց լրացուցիչ չրավ իրարու, դարբեր բարդականություններ ունին ամուսնության մեջ և իրարու այդ դարբեր բարդականություններ ունենալով իրարու գլրացնեն։ Բայց կուզեմ, որ գիտնաք, թե ամեն այր մարդու գլուխը Քրիստոսն է ու գնոջ գլուխը այր մարդը և Քրիստոսին գլուխը Աստված է։ Հոս կտեսնենք, որ Աստուծո
կանոնը այդ բոլորը գարկի գտնե ինչպես որ Քրիստոսի մասին, եկեցի մասին հոնդերը կշարնագե։ Աստուծո սուրբ ծրագիրը ամուսնության ինչ է մեկ այր, մեկ կին, բոլոր կյանքին համար, ամբողջ կյանքի տևողության։ Եվ եթե մենք Աստուծո կանոններու մեջ գալենք, կվայելենք Աստուծո այս քերեցիկ ստեղծագործությունը, այս քերեցիկ հաստատությունը, որ ամուսնություն կգոչվի, որ մնայուն է։ Եվ վստահ եմ, որ բոլոր դալ բսակի կացած եք, ինչ կսենք, մինչև հիմա։ Եվ ինչ կբադայի, մինչև 7 տարի։ Ուրեմն կտեսնենք, որ բամը սխալ գա։ Եվ եթե շիդագը պիտի լա, այս բոլոր սկզբունքները պետք է մտի ունենանք եւ անոնց վրա աշխատանք տանենք, չանք թափենք, որովհետեւ աշխարհը մեզի պիտի ճուզե, սատանան պիտի ճուզե, որ մենք զորավոր ամուսնություններ ունենանք, պիտի ճուզե, որ մենք աստվածավախ ընտանիքներ մեջտեղ բերենք, որբեսի գարենա ինքը աշխարհը քանթել։ Երբ որ ամուսնությունը դգար է, ընտանիքը դգար է, եկեղեցին դգար է, ասկը դգար է, երգիրը դգար է, եւ կտեսնեք, որ ուր գերտա։ Իմ աղոթքը է, որ մեր հավատացյալ ընտանիքները քոնե այս կետի մեջ հավատարիմ գտնվին, չանք թափեն ուժ տան, որ իրենց ընտանիքները զորացնեն Աստուծո խոսքերուն սկզբունքներն վրա եւ պիտի տեսնեք, որ Աստված մեծապես պիտի օրհնե ձեր ընտանիքները եւ ձեր ընտանիքներու միջոցով ուրիշներն ալ պիտի օրհնվին։ Տեր օրհնե բոլորին։